սառանց խնդալու առազբանի ես չեմ կարա։ Մեր գոգոյի մասին, էլի գագոյ Ծառուկյանը, ուրեմն այդ գյուղերը հնգած ժողովրդին որ գյուղը գնում է նույն բանն ասում 300,000 թուրքեր են գալու, այնա զորքերը կանգնած եսիմ սահմանների վրա, չգիտեմ, սպասում են հրամանի, այնա հենց Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չէ, հարցակում են Հայաստանի վրա, մեկ էլ ասում բանո, տանկերով չեն գալու, ավտոբուսներով են գալու, ես ուզում եմ Գագիկ Ծառուկյանին գիտեք ինչ ասեմ, Գագիկ ջան, գիտես չէ, որ թուրքերը գանան ծաղի աշկը քո տան վրա է լինելու, քո այդ կազինոների, բանի, առաջի, սա քեզանից, ինձ մի տուն ունեմ ասեն գնես, մի ստիս տունը ծայրամասերում բանում, ով է թուրքը շաշ չի ուգա վերնի, անդ կունը այդ կազինոները, բանա, այդ ոսկու խանութը, այդ քո այդ տները, առյուծները, բանը, տենեշերը, բանը, սաղ, հենց առաջինը քոնն են վեկալելու, հիմա կարևորն էդ չի, ասում որ Նիկոլը ընտրվի հարցակվելու իրոք, իսկ որ դուք ընտրվեք, չի հարցակվելու, այ Գագիկ ջան, որ դուք ընտրվեք չի հարցակվելու, էլի քոտները չի վերցնելու, այդ քոտները վերցնողներն էլ դու նկատի ունես Հայաստանի դատախազությանը, չէ, որ հունիսի 8-ից հետո երևի 100 քանի միլիոն դոլար պետությանը պետքա տաս, երևի թուրքերը դրանց նկատի ունես, չէ, Հայաստանի հարկադիրին, բանին, որ հանձնելու ես պետությանը, երևի դրանց նկատի ունես, որ գալու են, թե ում, վայ, ոնց արա, էլ բան չունեք ասիլու, արա, մարդկանց տես բաներով եք վաղցնում, ռուսական գազով, եսիմ ինչով, տարբեր տեսակի բաներով եք վաղցնում, ինչ ասեմ, հեն մեկն էլ ասում Էդ երեխանցը, որ ուղարկել ես ասում Ղարաբաղ, ախ քորա, Տեր իմ Աստված, հիմա որ հայերը սկսեն Ղարաբաղցոնց ատելը ասելու են դե ատում են, ասում այդ երեխանցը, որ ուղարկել ես Ղարաբաղ, դու ասում գրանցել ես բաներում, այն ինչա, թղթերի վրա բան գրանցել ես դրանց անունները, դրանք հերոսների անունները, բանը դուք լա Նայում եք չէ ժողովուրդ, ինչերա է, արդեն եկել է, ինչերա ասում, 1988 թվից սարքեց ամբողջ հայ գլխին, հիմա տեսեք ինչերա ասում ժողովուրդ ջան, այդ տեսեք ամոթը որդիա, հիմա որ հայը սկսի դրա խոսքերուց հետո Ղարաբաղցիներին ատելը ասելու են դե Հայաստանցի Ղարաբաղցի են ասում, այ էտ անում, ինքն անում, որ մարդիկ սկսեն ատելը, մտածված անում, հասկանում եք, Ղարաբաղցիները սրան, ես զարմանում եմ, ոնց միջ են ճղել, մեջից 2 կես չեն արել, ես դրա համար զարմանում եմ, ուղղակի զարմանում եմ, Մչներից մերկու հատ փողի մեռած հարիվ են ճարում, բանով ցույց տալի, որ իբր Հակոչարյանը իրանց հերոսն է, բայց մնացած Ղարաբաղցիները այդպես չեն ասում։ Հասկանում եք։ Էս ինչ տպեր են, ժողովուրդ ջան, էս ինչեր են անում։ Լավ, այսքանը։ Գագիկ Ծառուկյան Քոտներն են վերցնելու, մատով ցույց ենք տալու, Քոչարյանի տուները, են 4-5 հեկտարի վրա սարքած, Սերժ Սարգսյանի են, մթամ թե աղջկանն է, մթամ թե փեսունն է, են գեկտարների վրա սարքած տները, հասցեները սաղ գիտենք, մատով սաղ ցույց ենք տալի, թուրքերը որ գան, որ տները վերնեն իրանց համար,
Բա գիտեք թե ոնց է լինելու։ Այդքան վախեցած եք արա թուրքերից։ Որ սա օրը թուրքով այն վախեցնում եք արա։ Նիկոլը որ վախենող լիներ չեր կրվի, այ հարիվնի, ձեր նման թողիկ փախակն դեղից, խեժ Ղարաբաղցիներին, թե ում հույսին թողիկ ոչ մեկն էլա չգիտի, վախկոտներ։ Այսօր եմ լսում եմ այդ Ծառուկյաններին, Քոչարյաններին, ու այսօր Սամվել Կարապետյանը ոնց որ պասիվ, չգիտեմ ինչու, երեկոյան միգուցե մի բան խոսա, կարող է այն տրոլեյբուսները տեսավ, վախեցավ։ Ուրեմն ես պետք է նորից կրկնեմ մի բան, որ ժողովուրդը հասկանա։ Ժողովուրդ ջան, հայեր ջան, ուրեմն մեզ Ղարաբաղ չենք ունեցել։ Էսա ես ասեմ ինչու։ Ուրեմն Ադրբեջանը Ռուսաստանից իր Ղարաբաղը պոկեց ու կանգնեց գրախ։ Բայց Ռուսաստանի ծրագիրը ախր դա չի եղել։ Նա Ղարաբաղը նրան տվել է նրա համար, թույլ է տվել վերցնի, թեկուզ ուժայինով ոնց որ դուգինն է ասում։ Ես ինձանից ոչ մի բան չեմ հորինում, ես իրանց ասած խոսքերն եմ ասում։ Ուժայինով թույլ է տվել Ղարաբաղը ետ վերցնի Ադրբեջանը, նրանք էլ ամբողջ աշխարհով վրա տվին այդ մի փոքր Ղարաբաղը վերցրին։ Այդ թույլ է տվել։ Ղարաբաղը թույլ է տվել նրա համար, որպեսզի ժողովրդավարությունը իսպառ վերանա, այս ռեգիոնում չլինի, բայց նա չի լուծել Ռուսաստանի ամբողջ հարցը, որ Հայաստանում պետքա լինի ուրիշ իշխանություն։ Հասկանում եք, Ադրբեջանը չի լուծել այդ հարցը, չի կարողացել, Ադրբեջանին արդեն ժողովրդավար աշխարհը թույլ չի տվել, նա էլ ռիսկ չարավ, նույնիսկ Ադրբեջանին ինչքան վնաս տվին, մարդատար ինքնաթիռ խփեցին, որ նա այդ ռիսկին գնա, բայց նա չգնաց այդ ռիսկին, Ադրբեջանը։ Ժողովուրդ ջան, ես ինչ ասում եմ, սա իրական բան է։ Սա ուղղակի մի քիչ մարդը գթածակ ունենա, սկսի վերլուծել։ Հիմա ժողովուրդ ջան, հիմա ինչ է կատարվում։ Ես սովետական միության 15 հանրապետությունների անուններ էի նշել, 15 հանրապետությունների, ուրեմն բոլոր քրիստոնյա երկրների հետ պրոբլեմ եղել է եւ կա, բացառությամբ մուսուլմանական երկրների, 15 հանրապետություններից բոլոր քրիստոնեական երկրների հետ պրոբլեմ եղել է ու կա, բացի մուսուլմանական երկրներից։ Վերցնենք ցանկացած մուսուլմանական երկիր, ոչ մի տեղ, ոչ մի երկրում, որոնք սովետական կազմում էին, չէ, ոչ մի տեղ ժողովրդավարություն չկա, գոյություն չունի, ոչ մեկում։ Նրանց քեֆին չեն կպնում։ Ժողովրդավարությունը բոլոր քրիստոնեական հանրապետություններում է։ Ուշադիր եղեք, էլի, մի հատ բան արեք, տեսեք քանի հատ քրիստոնեական պետություն կա, բոլորի հետ կա պրոբլեմ եւ եղել է եւ շարունակվում է լինել, մուսուլմանական պետությունների հետ չկա այդ բանը։ Հիմա քանի որ Ադրբեջանը այդ հարցը չլուծեց, իր Ղարաբաղը վերցրավ, գրախ կանգնեց, չէ՞։ Հիմա ինչ է մնում։ Ստիպված հայերի միջոցով Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացնել։ Միայն եւ միայն հայերի միջոցով։
Եվ Ղարաբաղի հարցը ներքաշել, թե ով տարավ, ով ինչ արավ։ Ես ձեզ հենց սկզբից ասեցի, չէ, Ղարաբաղը ումն է եղել ու ինչու համար տվին։ Ուրիշ ձև չկա, ուրիշ բան գոյություն չունի, էտա։ Եթե մերը լիներ, թույլ կտային, որ ճանաչեին, չէ, թույլ կտային։ Իրանք ոնց է ասենք, Օսետիան, Աբխազիան, դնում են, ճանաչում են, հիմա էլ Օսետիան էսա մտնելու է, ասենք, կազմ, ասնավնոյ կազմ, մեծ պետության։ Դե իրանց գործն է, դա մերը Հայաստանն է, մենք իրանց հետ գործ չունենք, սկի ինչ ուզում անեն, դա մեզ հետաքրքիր էլ չի։ Մերը Հայաստանն է, մենք մեր Հայաստանի մասին ենք մտածում։ Հայաստանը այսօր ժողովրդավար է մնացել, հա, դա արդեն որոշել է անձամբ ինքը լուծի դրա հարցը։ Ոնց որ ասենք են մյուս երկրումն է անձամբ ինքն է լուծում հարցը, Հայաստանում էլ է հարցը ուզում է ինքը լուծի։ Հա, բայց ընդեղ տեսակ հախոլները ոնց արին։ Իրենց ազգայնականներով սրանց կողմնակիցներին բոլորին ոնց ասած հեռացրին։ Իսկ մեր մոտ ընդհակառակն է, այ մարդ, ազգայնականներն են ուզում մեր երկիրը տան նրա ձեռը։ Ժողովուրդ ջան, լավ մեկ շատիր նայեք, Հայաստանում ազգայնական ուժերը բոլոր, որ իրանց ազգայնական են համարում, այդ ազգայնական ուժերը մեր երկիրը ուզում են տան ցարի ձեռը։ Ոնց հասկանանք սա, ես ձեր ցավը տանեմ, հայեր ջան, ոնց հասկանանք էսի։ Ոնց է լինում նման բան։ Ասում են ազգայնականները պետք է ասենք իշ, արա, ես էլ եմ ազգայնական, համաձայն եմ։ Բայց ինչու ենք մենք մեր երկիրը ազգայնականներով ուզում տանք ցարի ձեռը։ Եթե դուք ազգայնական եք, ինչի եք ուզում տանք ցարի ձեռը։ Դուք ազգայնական ուժերն եք, ասենք, բանին էլ երկրի վարչապետին էլ անվանում եք Եվրոպա մետ, ես մի բան է, ազգայնամետ Եվրոպամետներ չեն, թե թող Եվրոպամետ էլ չլեն, բայց ինչու եք ուզում տակ նրա ձեռը, մեր երկիրը։ Բոլորըդ, մեկը թող ասի, ես ազգայնական եմ ասի, ես այդ բանը չեմ ուզում, ես կողմ չեմ բանին, ցարին։ Թող մի հատ ազգայնական ուժ կանգնի ու ինձ ասի։ Ես իրանց արած քայլերով իրանց ապացուցեմ, որ իրանք միայն այդ են ուզում անեն։ Վայ ժողովուրդ ջան, ուղղակի ցնցվելու բանը, ցնցվելու։ Գագիկ Ծառուկյանն ասում է, ես ստիպեցի, այսօր լսել եմ, որ ժողովրդին են զրկվածների բաները տան ասում է, հիմա էլ ստիպելու եմ, որ 3 միլիոն վարկերը հեչ անեն, ես անեն, ստիպի, ես ուրախ եմ, դու ստիպի թող պետությունն էլ անի, բայց դու ուրիշ բան մի արա, դու մի ասա, մենք պետքա ցարի հետ լինենք, ես մի բան, ստիպի իշխանությունը, ստիպի թող ժողովրդի համար ամեն ինչ անեն, կողքդ կանգնեմ, Գագիկ Ծառուկյան ջան, դու ստիպի թող մեր իշխանությունը ժողովրդի համար ամեն ինչ անի, բայց մի ասա, մեր հույսը, մեր բանը, ապագան նրանք են, եթե նրանք չլեն, մենք կկոտորվենք, դու այդ բանը մի ասա, ամեն ինչ արա, ստիպի իշխանությունները թող ժողովրդի համար ամեն ինչ անեն, ոնց որ ես եմ անում, 5 տարի ստիպել եմ իշխանություններին ամեն ինչ անեն, այսօր կանգնած եմ իշխանությունների մեջքին, որովհետև ընտրություններ ա։ Հունիս 7-ից նորից իրանց դեմ եմ լինելու, միայն ժողովրդի համար պետք է աշխատի, ցանկացած իշխանություն։ Ժողովուրդ ջան, սենց բաներ էլի, շատ հետաքրքիր բաներ ա կատարվում էլի, շատ հետաքրքիր։ Այնքան, ուղղակի շատ ժամանակ, ես անդերն էլ, որ շատ ուժեղ կորոնավիրուս եմ տարել, շատ մտքեր ուղեղումս, որը սենց զարգանում ա, ես մոռանում եմ էլի,
մոռանում եմ, մտքերս մոռանում եմ, որ բան անեմ, ես էլ անեմ ուժեղ քաղաքագետ, պոլիտոլոգ, մալիտոլոգ չեմ, որ գրառումներ անեմ, հիշելու համար ես մի բան։ Ինչ մտքովս անցավ այս մոմենտին, հենց են էլ չպացնում եմ գնում այ վերջ։ Ինչ մոռացել եմ, հետո հիշում եմ, ասում եմ։ Սենցա դրությունը։ Հիմա այսօր այդ Քոչարյանն անդե, այն ինչեր են ասում այն մարդ, այն մի հատ սիրուն աղջիկ ունի, որ ԿՊ-ից թռավ Քոչարյանի գիրկը։ Այն մարդ այն ինչեր ասում, Մասիս Սարի նկարը դնեն, ֆիդայինների նկար դնեն, ես իմեն ինչեր դնեն, որը կվերցնեք, որը չեք վերցնի։ Այն մարդ ես ինչ հիմարություններ մտքներով նանցկենում։ Իրանց դրել են ազգային հերոսների տեղ։ Ու առավոտից իրիկու Ռուսաստանից են խոսում, հասկանում եք, արա դու ինչի ես Մասիս Սարից խոսում, դու ինչի ես ֆիդայիններից խոսում, դու ինչի ես նրանից խոսում, եթե երկիր անընդհատ ուզում ես տարածել ես ընդե։ Հիմա հետո ես մի բան էլ մեր իշխանություններին ուզում եմ ասեմ, ինձ թվում է, թե արդեն ժամանակն է, եթե Մոսկվայից լսում ենք, որ արդեն ընդեից տարատեսակ բաներ են ասում, մենք հնարավոր է ասենք սանկցիաներ կիրառենք Հայաստանի հանդեպ, ասենք գազի, եսիմ ինչի, Ժողովուրդ ջան, հարգելի իշխանություն ջան, ձեր են ներքին մակարդակի մարդկանց միջոցով ժամանակն է դուք էլ իրանց հիշեցնեք, թե մենք ինչեր կարող ենք անել։ Ուղղակի, որ նրանց ուղեղն աշխատի, որ արա Հայաստանն էլ մեր հանդեպ սենց բան կանի։ Ես չեմ ասում ինչեր, դուք լավ գիտեք ինչեր կարաք ասեք։ Դուք էլ սկսեք կամանց նրանց նամյոկներով հասկացնել, որ Հայաստանն էլ ինչեր կարող է անի իրանց հանդեպ։ Հասկանում ես։ Մենք ցորեն էլ կճարենք ուրիշ երկրից, մենք գազ էլ կներմուծենք, բենզին էլ կներմուծենք ուրիշ երկրից, բայց ինչ որ մենք իրանց հանդեպ կանենք, նրանք ուրիշ երկրից այդ բաները չեն կարա ներմուծեն։ Հասկացրեք, որ իմանան, որ իրականում մենք իրանցի հետ գործընկեր ենք, ոնց որ Քոչարյանն ասում, Ղարաբաղի հետ մենք գործընկեր ենք։ Ընենց արեք, որ իստե հասկանան, որ դուք իրանց հետ գործընկեր եք, եթե չեն ուզում գործընկեր լինեն, դուք էլ այդ բաները կանեք։ Կրկնում եմ, մենք այդ ինքը մեզ տալիս է, մենք կճարենք ուրիշ երկրներից, բայց ինչը մենք իրանց չենք տա, թույլ չենք տա, նրանք չեն կարա ճարեն ոչ մի երկրից։ Իրանց հիշացրեք կամանց, այն իշխանության բարձր բաներից ոչ, ներքևի մասերից ընենց, պատգամավորների օգնականների միջոցով բանով, նույնիսկ պատգամավորները թող չասեն, նրանց օգնականները թող նամյոկներով գրեն, գլխի գցեն։ Ես կարամ գրեմ, բայց իմ գրածը չի անցնի։ Մարդ եմ, սովորական մարդ եմ, բայց եթե մի հատ պատգամավորականի օգնական գրի, ընդեղ նույն պահին կասեն, այս ինչ պատգամավորի օգնականը սենց բանա գրե, ուրեմն նրանց ուղեղներում էլ ինչ որ բաներ ֆրֆռում։ Սկսեք դուք էլ անելա, մի վախեք, ոչ մի բանից էլ։ Ես իրականում եմ ասում, եթե Հայաստանը այսօր մի քիչ նույնիսկ չվախենա, ոչ թե մեր գազը կկտրեն, մեր ցորենը կկտրեն, այլ մեզ կտան ձրի։ Մեզ կտան Հայաստանին այդ ամեն ինչը կտան ձրի, առանց գումար վճարելու։ Հավատացեք, Հայաստանը իրանց ավելի շատ է պետք։ Ես են մի երկրի հետ, որ իրանք գալմաղալ են անունը չեմ տալի, էլի, դուք պատկերացրեք նրանք իրենց ինչքան են պետք, որ 4 տարի է չեն դադարացնում, ոչ մի բան, հասկանում եք, ինչքան է պետք իրանց, բայց իրանց ասելով միշտ իրանք են բոլորին պետք, եթե իրանք
հանկարծ հացն ու ջուրը լուսը կտրեն, սաղ սովամահ կլինեն։ Բա ինչի ես 4 տարի դալբի տանում։ Ուրեմն իրանք պետք են, չէ՞ քեզ։ Ժողովուրդ ջան, մի խոսքով մեզ տուժում են միայն դեմոկրատիա, ժողովրդավարություն տարածելու համար, ուրիշ ոչ մի բանի։ Նրանց չի հետաքրքրում, նրանք վտանգ են տեսնում ժողովրդավարության մեջ։ Իրական վտանգ են տեսնում ժողովրդավարության մեջ, միայն էտա։ Ես մեր բոլոր հայերին, բոլոր երևանցիներին, ովքեր տեսել են Քոչարյանի իշխանություն, ոնց է զորք ու զրահ մտցնում Երևան փրթում ժողովրդին։ Տեսել եք, երևանցիներ ջան, եթե ինչ որ չափով, ես մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, ինչ որ չափով հիասթափված եք Փաշինյանից, չհիասթափվեք ժողովրդավարությունից, թե չէ այդ տանկերը նորից են մտնելու Երևան։ Համոզվեցեք, որ մտնելու են։ Նորից մտնելու են Երևան, այս անգամ ոչ թե 10, այլ կարող է հազարներ փրթեն։ Ժողովրդավարությունը բան չանեք, չկործանեք։ Երևանցիներ ջան, մի անգամ էլ եմ կրկնում, եթե ինչ որ չափով, ինչ որ մարդիկ, մեր երևանցիները հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, հա շատ բաներ կա, որ ամեն մանրուքներից կարելի է հիասթափվել։ Մարդ ենք ապրում, ենք այս մի բանը չի երեքում, ամենը չի երեքում, հիասթափվում են, գիտենք, թե ամեն ինչը պետք է պետությունը մեզ համար անի։ Ընտրեք ժողովրդավար ուժերին ընտրեք։ Ոնց որ համար 18-ներ, Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, ու այդ ժողովրդավար ուժերին, Արնոլդ Բլեյանը, ժողովրդավար ուժերին ընտրեք։ Այն որ ասում են Հայաստանի փրկությունը միայն այդ ժողովրդավարության մեջ է։ Եթե Հայաստանը 2018 թվին, էլ եմ ասել, էլի եմ կրկնում, ժողովրդավարության ուղին չընտրեր, թուրքն ու ազերը Հայաստանի ամբողջ տարածքի վրով սենց անցնելու էին ու վերջ, գցելու էին այն 7 շրջանների օրը, մեր գյուղերից, մեր քաղաքներից մնալու էր միայն ֆունդամենտները, հիմքերը։ Հավատացեք, այտենց էլ լինելու էր, մեզ փրկեց ժողովրդավարությունը, Նիկոլ Փաշինյանի բերած ժողովրդավարությունը, որ այս 8 տարի է Նիկոլ Փաշինյանը այդ նույն իր ժողովրդավարությունը այսպես գրագետ ձևով առաջ է տանում, ես օրինակ գիտեմ, որ դրանով Հայաստանը փրկված է, այն որ փախնեք ոնց են փրկվում, ոնց է, այդտենց են փրկվում են քաղաքական բանով, իմաստով, ոչ մեկ ժողովրդավար ուժի վրա ոչ մեկ չի կարա պատերազմ հայտարարի, որտեղ էլ պատերազմներ կան, հենց իմենի են ոչ ժողովրդավար ուժերն են կռվում, որտեղ ուզում եք նայեք, աշխարհի որ ծայրում ուզում եք նայեք, դրանք են կռվում։ Մի խոսքով սենց բաներ, ժողովուրդ ջան, լավ եղեք, մինչ երեկո, լսենք այդ կլոուններին տենանք, ինչեր են ասում, մենք էլ վերլուծենք դրանց ասածները ժողովուրդ ջան, լավ մնացեք։